1600 քառակուսի մետր մակերեսով քառաթև այս շինությունը, որը կառուցվում է Մեծամորում, ավելի քան 1 հեկտար հողատարածքի վրա հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անկախ կյանքի կենտրոնն է լինելու։ Առայժմ միակ տիպային շինությունը Հայաստանում, որի նմանությամբ հետագայում նախատեսվում են նորերը կառուցել տարբեր մարզերում։ Պիլոտային ծրագիրն իրականացվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 1.4 միլիարդ դրամ ֆինանսավորմամբ, բաղկացած է 4 մասնաշենքերից հարմարեցված բոլոր հնարավորություններով։ Նախատեսված է 27 թվականի դեկտեմբերին, բայց ինձ թվում է այս տարի սեպտեմբերին մենք հանձնենք չարագործման, որակի արդյոք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում։ Նամանավանդ քաղաքաշինության կոմիտեից մեր ընկերները ամենաշաբաթ այցելում են ցանկացած նման վերիպումների վրա ուշադրություն են սևեռում։ Բոլոր փաստորեն հաշվառամային խմբերի համար ապահոված են բոլոր մասնաշենքերը, օրինակ կույրերի համար բարդ է շատ այդ խնդիրը։ Մենք կարողացել ենք արահետները, միջանցքները ֆակտուրաներով պես ապահովենք, որ կարողանա առանց ուղեկցողի տեղ գցնի։ Մենք այդ եվրոպական ստանդարտներով կարողացել ենք աշխատենք։ Ճարտարապետը գոհ է նաև տեղանքից, հեռու արդյունաբերական գոտիներից հարակից ուսումնական հաստատություններին։ Միայն թեկությունն է փոքր-ինչ բարդացրել աշխատանքները։ 4 մասնաշենքերի մեջ չկա ոչ մի նիշերի տարբերություն։ Ցանկացած փաստորեն շենքից, մասնաշենքից կարողանում են ընկնել մեկ ուրիշ մասնաշենք եւ օգտվել ներքին բակից, որտեղ հանգստի գոտի է ներքին բակում, եւ այդտեղից հիմնական հոսքերը դեպի ապաստարան։ Խաղաղ պայմաններում ապաստարանը կարող է ծառայել որպես աջակցող սարքերի տեղակայման վայր, իսկ դրա վերևի հատվածում դահլիճն է։ Հաստատությունը կունենա նաև ճաշասրահ, խոհանոցով, սենյակ, բնակարաններ, հանգստի մի քանի գոտիներ։ Նմանատիպ թեքարտակներ չկա ոչ մի տեղ։ Ամեն հարմարությունը երկկողմանի բռնաձողերով, տարբեր աստիճանի բռնաձողերով, մանկահասակ երեխեքի համար թեքարտակները լուծումը հիանալի է տված։ Ունենք ապաստարան 150 հոգու համար։ Հաշմանդամություն ունեցող անձը շատ հաճախ ինչ-որ մի միջավայրում, ինչ-որ բան սովորելիս անհրաժեշտություն ունի հմտությունները գեներալիզացնելու, այդ հմտությունները ընդհանրացնելու եւ հետեւաբար մեր նոր ներդրվող ծառայությունները սկսած երեխաներից մինչեւ մեծահասակներ այս տրամաբանությամբ են լինելու։ Եթե խոսենք ծավալների մասին, օրական միջինում ընդհանուր կենտրոնը կարողանալու է սպասարկել 130 հաշմանդամություն ունեցող անձանց։ Անկախ կյանքի կենտրոն շարժումը սկսվել է 70-ականներից Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ներկայումս աշխարհում ավելի քան 300 կենտրոններ կան։ Հիմնական սկզբունքը կազմակերպչական հարցերում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումն է։ Հայաստանում եւս չի բացառվում այդ հնարավորությունը, նկատի ունենալով այս անձանց տարբեր ծառայություններում ներգրավվածության փորձը։ Այսօր նախարարությունը ավելի քան 1 միլիարդ 800 միլիոն դրամի ծառայություն է պատվիրակում հաշմանդամություն ունեցող անձանց, նշում է փոխնախարարը։ Ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը հնարավորություն է տվել գնահատել կարիքները եւ քայլեր ձեռնարկել անկախ կյանքի զարգացման ուղղությամբ։ Իսկ 2025-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 195,263 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 9,790-ը երեխաներ են։ Կան հանրապետությունում գործող հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով եւ հենց ծառայությունների մատուցմամբ զբաղվող կենտրոններ եւ ուրախություն ինձ պետք է ասեմ, որ այդ կենտրոնների մեծ մասին պետությունը հենց ֆինանսավորում է ինքը։ Հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե չեն ներառվում, որովհետեւ չունեն հմտություններ, այլ այն պատճառով, որ հասարակությունը չունի հմտություններ, ընդգծում է Ստեփանյանը։ Հետևաբար սկզբունքը ընտանիքների ու համայնքի ներգրավմամբ ներառական պայմանների նախադրյալներ ստեղծելն էր։ Դեռևս չկային մասնավորի կողմից ստեղծված այնպիսի լայնապրոֆիլ ծառայություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը մի դրան սկզբունքով կարողանա ծառայությունները մեկ տեղից ստանալ եւ չկորցնի ոչ ժամանակը եւ ոչ էլ ընտանիքի անդամների ժամանակը։ Նախարարի հրամանով, երբ մշակենք արդեն հստակ ընթացակարգեր, ինչպիսին պիտի լինեն այդ ծառայությունները առհասարակ, այդ ծառայությունների մատուցման սկզբունքները նաև պարտադիր կդառնան մյուս կազմակերպությունների համար։ Նման կենտրոնների ստեղծման դաշտը բաց է նաև մասնավորի համար, թեև դեռ չկան նախաձեռնությամբ հանդես եկողներ։ Ըստ փոխնախարարի հստակ է նաև անհրաժեշտ մասնագետների կազմը, բազմապրոֆիլ ծառայություններ մատուցողներից մինչև նեղ մասնագիտական հմտություններ զարգացնող անձինք։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, Լուրեր։